Պատմությունը սովորեցել է մեզ մեկ պարզ բան. նախ ազգերին զրկում են մարկային դիմագծից, այնուհետև յուրաքանչյուր գործողություն ասես արդարացված լինի։ Մեր այսօրվա հաղորդման հերոսը Ֆարհադ Մամեդովն է, ով Ադրբեջանի քաղաքասարակության պատվիրակության համակարգողն է եւ իհարկե այսօրվա իշխանությունների սիրելի ադրբեջանցին։ Ֆարհադ Մամեդովը Facebook-յան իր սոցիալական ցանցում ունի մի շարք հրապարակումներ, որոնք վերաբերելի են այսօրվա Հայաստանի իշխանություններին, բայց ասես իբրև նրանք չեն նկատել։ Ոչինչ, նկատելի կդարձնենք։ Ձեր էկրաններին երևացող այս հրապարակումը գրել է նույն ինքը Ֆարհադ Մամեդովը։ Մեջբերում Երևանցի խելագարը բոլոր ախտանիշները այնտեղ են, հայացքը, բիբերը, ժեստերը, անհանգիստ շարժումները, նա անձամբ մեղավոր է պատերազմը հրահրելու մեջ։ Երկրորդ, մեկ այլ հրապարակման մեջ սույն անձնավորությունը կրկին գրել է. Մեջբերում Երևանցի շիզոֆրենիկը ցուցադրում է իր լիակատար ու ոչ ադեկվատ լինելը։ Այս պայմաններում միակ տարբերակ է մնում գնալ մինչև վերջ, եւ սա թշնամու ոչնչացման ցուցադրությունն է։ Նրանք այլընտրանք չեն թողնում, քան հայ տականքներին լիակատար ջնջելը։ Ի վերջո, չփորձեք ասել, որ այս հրապարակումները 2020 թվականին են։ Ես ձեզ կհակադարձեմ ասելով, որ Ադոլֆ Հիտլերը չսկսեց հրյաներին ատել 1939 թվականին եւ չէր կարող կրկին սիրել, անգամ եթե պատերազմում հաղթեր։